Տիկին նախ իմ հարցերը մի քիչ շատ են երևի մաս տամ, թե ոնց անենք։ Նայեք, Տիկին Անուշյան, ճիշտ ասած, մինչև հարցերս դուք մի երկու միտք հայտնեցիք, որը ինձ, այսպես ասած, զարմացրեց։ Դուք ասում եք, առողջապահության նախարարությունը առաջին անգամ է նման արդյունքահեն ծրագիր իրականացնում, այսինքն ինչ է նշանակում նախարարի մասին է խոսքը, բայց ելույթները թողենք ամեն դեպքում։ Հետո դուք այստեղ ասում եք, այդ որպես ցուցանիշները վերեք ինձ մի ասեք, էլի, որից հետո ասեմ, որ քննարկում ենք հարցերը։ Հասկանալի է, բայց նկատում, եթե ելույթ ունենք, կանենք վերջում անենք։ Պրոտոկոլների մշակում, հա, բժիշկների վերապատրաստում եւ այլն, այսինքն այս գործողությունների կատարումը նույնպես այս համաձայնագրի շրջանակներում է, բայց ազգային ժողովին ներկայացրած տեղեկանքում հստակ գրված է, վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում են ուղղել առողջության համապարփակ ապահովության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավ վճարների տրամադրմանը, այսինքն այս միջոցները զուտ ապահովագրավճար են աշխատելու որպես եւ ոչ թե բժիշկների վերապատրաստում, ոչ թե ինչ որ պրոտոկոլների մշակում, ես ուզում եմ այդ հակասությունը ինձ ներկայացեք, միգուցե ես սխալ եմ պատկերացնում։ Եվ էլի նորից այս նախադասությանը անդրադառնամ, եթե միջոցները ապահովագրավճար են տրամադրման համար են, այսինքն ասել է թե մենք միջոցները վերցնում ենք, որովհետև արդեն ունենք օրենքը համապարփակ ապահովագրության մասին, ունենք արդեն նրան ներդրումը եւ սկսվել է այդ վճարների տրամադրումը եւ մենք դեռ օրենքը չունենք։ Մենք դեռ այդ համակարգը կյանքի չենք կոչել։ Արդյոք վաղաժամ չէ նման վարկ վերցնել, մենք չգիտենք երբ ենք օրենքը ընդունելու, գիտենք որ այս 2-3 տարի է փորձում ենք ու չի ստացվում։ Իսկ միգուցե ավելի էլի երկարելու է այդ ժամկետը։ Մենք հիմիկվանից արդեն վերցնում ենք վարկը, թեկուս մայր գումարը 40-50 թվականներին է, բայց մենք տոկոսներ ենք վճարելու, մենք միջնորդավճար ենք, միանվագ, բայց միջնորդավճար ենք վճարելու եւ չգիտենք երբ է ընդունվելու օրենքը։ Արդյոք ֆինանսների այսպես անհարկի ծախսման մասին չէ խոսքը։ Մենք սկսելու ենք վարկը մարել, տոկոսները մարել, բայց մենք չգիտենք երբ է լինելու օրենք։ Այդ օրենքը երբ ենք ընդունելու։ Այս մեկ Հաջորդը, ինչ հաշվարկ է կատարվել եւ որտեղից է 102 միլիոն եվրո հաշվարկը։ Դա մոտավորապես 42 միլիարդ դրամ է։ Հիշենք, որ 24 թվականի բյուջեում մենք նախատեսել էինք 18 միլիարդ դրամ ապահովագրական համակարգը արդեն ներդնելու եւ աշխատելու համար, բայց քանի որ համակարգը չներդրեցինք, մենք հետ քաշեցինք այդ 18 միլիարդը։ Ասել է թե մենք ունեինք այդ 18 միլիարդը բյուջեում, նախատեսել էինք, բայց քանի որ համակարգը չներդրվեց, չդրեցինք։ Հիմա 18 միլիարդը մեկ տարվա համար նախատեսված ինչ որ հաշվարկներ էր, որը ֆինանսների նախարարությունն արել էր։ Ինչ հաշվարկ է դրված այս 42 միլիարդի տակ։ Արդյոք դա 2.5 տարվա, առաջին 2.5 տարվա համար է նախատեսված, թե ինչ չափաբաժիններով է լինելու, ինչ սկզբունքով է այդ 42 միլիարդը բաշխվելու, ասում եմ, հիշենք, որ սա միայն ապահովագրության վճարների տրամադրման համար է։ Այստեղ հստակ գրված է։ Հաջորդ հարցը։ Թող երկուսին պատասխանի, հետո նորից կտա։ Շնորհակալություն։ Խնդրում եմ պատասխանեք, էլի որ օրենքը չեն ընդունել դեռ։ Հա, համաձայն եմ, որ այդպես ավելի ճիշտ կլինի։ Տեսեք Տիկին Գյուրեգյան, շնորհակալություն հարցերի համար, տեղեկանքում, որ նշված է ապահովագրավճարների ուղղմանը, այսպես է մեխանիզմը գործելու, որ նախարարությունը կառավարության հետ համատեղ, որոշ դեպքերում կառավարության հետ համատեղ, որոշ դեպքերում նաև ձեզ հետ համատեղ, որովհետև ապահովագրության օրենքն էլ է նաև նշված որպես ցուցանիշ, իրավական այդ բանը, կողմը, իրականացնելով այդ աշխատանքները, երբ որ համաշխարհային բանկը արդեն տեսնում է, որ այդ ցուցանիշին մենք հասել ենք, մասնահանում անում վարկից եւ որոշակի չափի գումար 2 միլիոն, 5 միլիոն, 7 միլիոն տրամադրում է պետական բյուջե։ Պետական բյուջեում իհարկե այդ գումարները խառնվելով ֆինանսների նախարարությունում գործընկերը ավելի կբարձրաբանի, եթե ես ամբողջությամբ չկարողանամ ներկայացնել, առողջապահության նախարարության կամ առողջապահության ոլորտի բյուջեն է կազմում, որի մեջ ընդգրկում է այդ գումարները նաև։ Բայց այն աշխատանքներ, որոնք որ մենք իրականացնելու ենք, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ ցուցանիշներին, ամբողջությամբ իրականացվելու է
Մեր միջոցների մնացած բոլոր օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին, այսինքն եթե մենք օրինակ պրոտոկոլներ ենք մշակելու ենք ոչ թե այս վարկային ծրագրի միջոցով, այլ մեր միջոցների շնորհիվ, եթե մենք իրականացնելու ենք օրինակ ռազմավարական գնումով, մեր մասնագիտական խմբերն են աշխատելու եւ այդ ամբողջը իրականացնելու, իսկ այն գումարը, որը որ տրամադրվելու է, ինքը գալու է պետական բյուջե եւ արդեն պետական բյուջեում խառնվելով համալրելու է առողջապահության տարեկան բյուջեն։ Ինչա նշած ապահովագրավճարների, որովհետև ապահովագրության ներդրման համար, քանի որ բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, այս գումարները օգնելու են, որպեսզի համակարգը ներդրվի։ Ինչ հաշվար կա դրված 102։ Հա, այդ խնդրամ ֆինանսների մեր գործընկերը ավելի մանրամաս, որտեղ ամբողջ բանակցությունները վարվել է ֆինանսների նախարարության կողմից, մենք առել ենք մասնագիտական ԱԺ-ի նիստի ժամանակ էլի դուք եք պատասխանելու շնորհակալություն, եթե կարելի է, ուրեմն ինչ նպատակով է վարկը ներգրավում եւ ինչի է այսքան սահմանաչափը, պետք է նշեմ, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնականում նախապատրաստական աշխատանքների իրականացման համար է վարկը ներգրավում։ Եթե համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվի, գումարները այդտեղ շատ մեծ են լինելու, որի հիմնական ծանրաբեռնվածությունը բնականաբար պետական բյուջեի վրա է, եւ այս վարկը ներգրավում է որպեսզի նախապատրաստի որոշ չափով առողջապահական համակարգը համապարփակ ապահովագրությանը այն ներդնելուց հետո որոշակի որակ ապահովի եւ դրա նպատակով ցուցանիշներ են նախատեսված 102 միլիոնը կամ 102 միլիոնը դա գալիս է զուտ համաշխարհային բանկի պատրաստակամությանը այս համակարգի ներդրման համար, այո, ինչքան է պատրաստ տրամադրելու այս գործընթացի համար։ Ինչ վերաբերվում է տոկոսավճարներին գումարը երբ ենք վերցնում, հստակ սահմանված են հենց ցուցանիշները եւ դրանց դիմաց սահմանված են սահմանաչափերը, ցուցանիշները իրականացվելուց հաստատվելուց համաշխարհային բանկի կողմից ընդունվելուց հետո նոր մասհանումը կատարվելու է, իսկ տոկոսավճար վճարվելու է արդեն մասանված գումարի հետ կապված։ Սա 1 տարի, 2 տարի կտևի, ինչքան կտևի, ամբողջությամբ, այսինքն 102 միլիոնը չենք մասհանում, մենք կմասհանվի աշխատանքները կատարելուց, հա, մաս, այո, եւ դրա դիմաց արդեն համապատասխան տոկոսավճարը կվճարվի։ Բայց այստեղ այնուամենայնիվ Տիկին Գյուրեղյանի հարցը շարունակելով մենք փաստացի միանավակ վճար ենք վճարում, ճիշտ է, 0.25%-ի չափով, այսինքն 102 միլիոն անգամ 0.25% եւ նաեւ չօգտագործված մասի համար ենք, չէ՞, ինչ որ տոկոս վճարում։ Հա, 0.25 էլի Այսինքն այստեղ մտահոգությունը հիմնականում այն է, որ մենք էլի ունենք ենթադրում եմ ինձ լավ գիտեք, տենց ստացված եւ չօգտագործված մի շարք վարկեր, որոնք մենք տարիներով սպասարկում ենք, բայց բուն գործը չենք կարել։ Մտահոգությունը նաեւ այն է, որ վստահ ենք արդյոք որ կարողանալու ենք անել, որպեսզի այսպես ասած, տենց դատարկ տոկոսներ չվճարենք միայն չարած գործի համար, ենթադրում եմ դա իհարկե առողջապահության նախարարության դիրույթում է, բայց այնուամենայնիվ այդ մտահոգությունը միշտ կա, եթե ասելու բան ունեք, ասեք եւ Տիկին Գյուրեղյանը շարունակի։ Եթե ունեք, հա, կարճ։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, իրականում տեսեք ամբողջ այս ծրագիրը, որ պետք է իրականացնենք, ուղղված է մեկ նպատակին հասանելի դարձնել մեր բնակչության համար որակյալ բժշկական ծառայությունները եւ բոլոր ցուցանիշները, որոնք որ այստեղ նշված են ու որպես պայման գրված են, նախապայման են, որպեսզի մենք հասնենք այդ մեր նպատակին։ Ինամշան, խնդրում եմ, այդ հասկանալի է, դուք ներածական խոսքում եք, այստեղ հարցը ուրիշ բանի մասն է, մենք ունենք այդքան ներուժ, այս բոլոր ցուցանիշները սահմանված ժամանակում հասնելու եւ մասանունները ստանալու, այո կամ ոչ։
պետքա բոլորս աշխատենք միասին, որպեսզի հասնենք մեր այդ նպատակին։ Մեկը չասեցի կարո կամ ոչ։ Խնդրեմ Տիկին Գյուրեգան շարունակեք։ Արձագանքեմ հարցերի, պատասխաններին, հետո նոր հարցերը։ Կներեք ձեր ազգանունը Համբարձումյան։ Պարոն Համբարձումյան, ձեր ասածը, տեսեք դուք ինչ ասեցիք նախապատրաստական աշխատանքների որակյալ իրականացման համար։ Ասել է թե մենք համակարգի ներդրման, օրենքի ընդունման որոշակի նախապատրաստական աշխատանքներ ունենք դեռ անելու եւ այս վարկային միջոցներից դրա համար նույնպես պետք է տրամադրենք, բայց այս պարագայում 24 թվականին մենք ոնց էինք 18 միլիարդ դրամ արդեն ապահովագրական այդ համակարգի ներդրման ծախսեր դնում։ Մենք արդեն 24 թվականին բյուջեում բերեցինք համակարգը ներդնելու։ Եթե 24 թվականին մենք այսօր դեռ չունենք այդ նախապատրաստական աշխատանքների կարիքը կա, բայց 24 թվականին ոնց էինք բերել։ Այդ ինչ եւ հիմա այդ հակասությունը համոզված եք, որ ճիշտ է լուծվելու։ Իմ ասածը նաեւ դա է։ 24 թվականին դուք արդեն պատրաստ այսպես նույն ջերմեռանդությամբ ասում էիք համակարգը ներդրվելու է ու պարզվեց որ չի ներդրվելու։ Հիմա էլ այսօր ասում եք, գիտեք, մենք փող ենք ուզում, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ անենք, որ որակով համակարգ ունենանք։ Շատ լավ է, որ մենք որակով համակարգի մասին ենք խոսում։ Սա իմ արձագանքը այդ հարցի վերաբերյալ։ Հաջորդ հարցերս, եթե կարելի է։ Հիմա ես ամեն դեպքում այստեղ նաև հաջորդ հարցս, տեսեք, դուք գրել եք ձեր ներկայացրած համակարգում տեղեկանքում եզրակացության մեջ, հա, այս եզրակացության մեջ այստեղ բան կա 501, հա, ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանը, այս համաձայնագիր ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանը հետևյալը, որ առողջապահության նախարարությունը ընդունել է բանկի համար ընդունելի ծրագրի գործառույթների ձեռնարկը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ պահանջներ, պայմաններ են այստեղ շարադրված այդ ծրագրի գործառույթների ձեռնարկում, որ մենք պետք է ընդունենք։ Դա մենք արդյոք դա քննարկվել է եւ կուզեի հիմնական սկզբունքային պահանջները դնել այդ ձեռնարկի։ Միգուցե մենք այսօր սա համաձայնագրի ազգային ժողովի այդ համաձայնագրի վավերացումը կատարում է եւ արդյունքում պարզում է որ բանկը այնպիսի գործառույթների ձեռնարկ է ուզում, այդ ձեռնարկում այնպիսի պարտադրանքներ է դնում, որ մեզ ձեռք չի տալիս։ Սա մանրամասը կներկայացնենք այդ ձեռնարկային պահանջները, որոնք մենք հետո պետք է անպայմանորեն անենք։ Եվ լավ, այդքանն էլ եւ հետո նորից էլի, այստեղ մի ուրիշ թվաբանական հաշվարկ էլ, ասենք, մայր գումարի մարումը իրականացվելու է սկսած 39 թվականի հուլիսից մինչև 49 թվականի հունվարը վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով։ Ես ճիշտ եմ հասկանում, որ եթե մենք վերցնում ենք 102 միլիոն, հա, 102 միլիոն եվրո, մենք այդ մայր գումարի 102 միլիոնը վճարելու ենք 10 տարվա մեջ մայր գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով։ Սա սխալ եմ հասկանում։ 10 տարվա մեջ 5%-ով չեն կարա, 20 տարվա մեջ կարանք 5%-ով։ Ես ուզում եմ մոտավորապես հասկանալ, էլի։ Բացատրեն գործընկերները, այո։ Եթե կարելի է երրորդ հարցի հետ կապված ես ֆինանսների նախարարությունից եմ, ֆինանսական հարցերին էլի անդրադարձ կատարեմ, 20 դա նշանակում է, որ վարկը ունի արտոնյալ ժամկետ, այսինքն մինչև առաջի մարումը մայր գումար չի մարվելու, վճարվելու է միայն տոկոսներ, դրանից հետո արդեն հավասարաչափ կիսամյակային վճարումներ են իրականացվելու։ Այսինքն, հա, այստեղ ունի վարկը որոշակի արտոնյալություն։ Այո։ Մյուս հարցը երևի Տիկին Անուշյան Ես պատասխանի, խնդրեմ։ կարելի է, շնորհակալություն։ Տիկին Գյուրեգան, տեսեք, սա բավականին մեծ ռեֆորմա եւ համակարգը, որ ասում ենք պատրաստ է, դա չի նշանակում, որ այս պահին հայտարարեցինք, որ ապահովագրության համակարգներ դնում ենք եւ այլևս ոչինչ չունենք անելու։ Շարունակական գործընթաց է։ Երկրները, որոնք որ 30 տարի եւ ավել ապահովագրության համակարգ են ընդունել պոստսովետական երկրները նկատի ունեմ, իրենք մինչեւ հիմա էլ անընդհատ համակարգը բարելավում է եւ աշխատանքներ տանում է եւ ոչ մեկ ուղղությամբ եւ ԱԱՊ-ի եւ ֆինանսական որակի մնացած բոլոր հարցերով։ Այսինքն դա շարունակական գործընթաց է։ Մենք ասում ենք, որ մենք ներկա պահին պատրաստ ենք
արդեն համակարգը փուլային ներդնելու եւ ինչի ենք ասում փուլային, որովհետեւ նկատի ունենք, որ լրացուցիչ ընթացիկ նաեւ աշխատանքներ պետքա զուգահեռ իրականացնենք եւ այն բոլոր աշխատանքներ, որ այսօր իրականացում են թե վերանորոգումների, վերակառուցումների, սարքերի եւ մնացած բոլոր ուղղություններով դա հենց համակարգի պատրաստվածության անընդհատ իրականացվող շարունակական գործունեությունն է։ Ինչ վերաբերում է գործառնական պլանին, դա Համաշխարհային բանկի բոլոր վարկային ծրագրերի դեպքում իրենք ավելի մանրամասը գրում են տեխնիկական նկարագիր, թե այս ցուցանիշները օրինակ ոնց պետքա հաշվարկվի, ոնց պետքա զեկուցվի, այսինքն ինքը ավելի վարկային համաձայնագրից բխող լրացուցիչ տեխնիկական աշխատանքային ծրագիր է, թե յուրաքանչյուր ցուցանիշ օրինակ ոնց է հաշվարկվում, ոնց է ներկայացվում, ինչպես է ստուգվելու, ինչ պայմաններ է հաշվի առնվելու, որ ստուգվի, այսինքն ինքը տեխնիկական եւ բնականաբար ինքը չի կարողանա չի դուրս գալու այն լիազորությունների շրջանակներում, որը որ ազգային ժողովը վավերացնելու է համաձայնագրով։ Խնդրեմ Տիկին Գյուրեր։ Տիկին Նանուշյան, տեսեք դուք ասում եք, քանի որ այո, ես համաձայն եմ, որ համակարգը, որը հատկապես նորավոր շատ լուրջ, կարևոր ու ինքը մեծ ծավալով ու մեծ աշխատանք պահանջող համակարգ է, այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող եւ ինքը իր աշխատանքի ընթացքում անընդհատ փոփոխությունների առաջարկներ է բերելու, եթե այդպես չլիներ համակարգը ուրեմն կենսունակ չի, բայց հարցը հենց դրանում է։ Տեսեք, դուք ասում եք, որ համակարգի ներդրումը անընդհատ նոր փոփոխությունների կարիք է առաջացնելու, այստեղ էլ հստակ ասվում է, որ դուք պետք է մենք մեր երկիրը պետք է իրականացնի որոշակի քայլեր, այդ քայլերը պետք է արժևորվեն, արժեք ստանան, գնահատվեն եւ այդ գնահատման արդյունքում բանկը որոշի հաջորդ բաժինը տալիս է թե չէ։ Եվ արդյոք մենք համոզված ենք, որ մեր այդ տարիներում անընդհատ նոր հարցեր ծնող համակարգը այս պահի դրությամբ այնպես ենք անելու, որ դա բավարարի բանկին, որ ինքը երկրորդ, երրորդ, չորրորդ չափաբաժինը տա։ Եվ եթե չի տալիս, մենք նորից այն նույն ցիկլի մեջ չենք ընկնում լրացուցիչ չլուծված մասնաբաժնի որոշակի տոկոս վճարելու, քանի դեռ մեր կատարած աշխատանքը չի բավարարվել։ Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Մենք վարկը վերցնում ենք, մենք տոկոսի, այսպես ասած ժողովրդի լեզվով տոկոսի տակ ենք մտնում մի գործողության, մի գործառույթի համար, որի ապագան մոտ ապագաներ նույնիսկ չգիտենք ընդունվելու է թե չէ, թե դուք արդեն կառավարությունը ազգային ժողովի տեղը որոշել է, որ այդ ձեր բերած օրենքի նախագիծ անմիջապես ընդունվելու է, դա էլ ասեք իմանանք։ Վերջիվերջո ազգային ժողով, հանրային լսումներ, մենք չգիտենք դա ինչքան է տևելու, մենք արդեն վարկ ենք վերցնում ու որոշակի մարման մասին ենք խոսում, խնդիրը միայն դրանում է։